Մենք ամեն օր հաց ենք գնում, եւ այդ 100 դրամանոց հացի ամեն 20 դրամը գնում է պետությանը։ Մեր վաստակած աշխատավարձից են հարկեր պահվում։ Այսինքն պետական բյուջեն ձևավորվում է մեր գրպանից, մեր աշխատանքից, մեր ամենօրյա ծախսից։ Հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելով եւ նույնիսկ չմասնակցելով որոշելու եք, թե ով պետք է տնօրինի ձեր վճարած այդ փողերը։ Ում եք վստահում ձեր աշխատանքի արդյունքը, ում եք վստահում ձեր ընտանիքի հաշվին գոյացած բյուջեն, ով պետք է որոշի, այդ գումարը դառնալու է լավ մանկապարտեզ, դպրոց, հասանելի առողջապահություն, անվտանգ երկիր, կարգավորված համայնք, սա կառավարման որակի, քաղաքական պատասխանատվության եւ պետական մտածողության հարց է, բայց այստեղ կա եւս մի կարևոր հարց, ոչ միայն ով պետք է կառավարի, այլև ով պետք է վերահսկի, որովհետեւ այնտեղ, որտեղ չկա ուժեղ հակակշիռ, չկա թափանցիկություն, իսկ որտեղ չկա թափանցիկություն, չկա հաշվետվողականություն։ Հունիսի 7-ին դուք ընտրում եք ոչ միայն իշխանություն, այլև այն քաղաքական ուժերին, որոնք պետք է ձեր անունից պահանջեն թափանցիկություն եւ հաշվետվություն, պահանջելով, որ յուրաքանչյուր դրամ ծառայի քաղաքացուն։ Հունիսի 7-ի ընտրությունը որոշում է ձեր փողի, ձեր աշխատանքի, ձեր արժանապատվության մասին։ Եվ եթե ուզում եք, որ պետությունը աշխատի ձեզ համար, պետք է վստահեք նրանց, ովքեր ձեր 20 դրամը տեսնում են ոչ թե որպես բյուջեի սովորական թիվ, այլ որպես մարդու քրտինք, մարդու աշխատանք եւ մարդու կյանք։